իզուր ժողովրդին բորբոքում են, հանում են ոտի։ Անգել է արդեն։ Նա շատ լավ էլ գիտի, որ ինքը պարտվել է, ինչի է շարունակում։ Ոչ մի բան անել չի կարա։ Մեծ տերությունների ղեկավարներին է քննադատում, ուրեմն նրանք չեն հասկանում Սերժը հաղթել է, թե չի հաղթել։ Իրանց ներկայացուցիչները բոլորն էլ ստեն։ Դրանք իրանք միայն իր շահերն են պաշտպանում դրանք։ Ինչի Թուրքիայի մեջ չի քննադատում, ինչի չի ասում Ժարան բանը, գենոցիդ ինչի չի ասում Օբաման։ Ճիշտ ես ասում, իրանց շահերից։ Դե ասում ես։ Նրանք իմանում են իրանց շահերին ձեր կատարել։ Ուրիշ հարց է տալիս են հարցը էդա։ Հարցը այնա որ սրա քաղաքականությունը իրանց ձեր կատարես, դրա համար շնորհավորում են։ Ահա, մի ասա որ քննադատում են, ճիշտ է պիտի քննադատենք։ Բայց նրանք սպորտներ են դրանք մարդ չեն։ Բոլորը իրանց շահերի համար են իշխանում։ Բայկարը գիտեք ինչ բան է։ Բայկարը դու կարծիքն ունես, ես եղել է։ դեմոկրատիա չի։ Ու շարունակվելու է։ Ժողովուրդը պետք է շարունակի մինչև վերջ։ Այսօր կպարտվենք միջակայքամարտ, վաղ կպարտվենք մի երկրորդ ճակատամարտը, երրորդ, չորրորդ, հինգերորդը վերջը պիտի հաղթենք, հասկանում եք թե չէ, պետք է պայքարեն ժողովուրդը, ոչ թե հանձնվեն։ Խուժանը, տանեմ ամեն ձևի ապացույց։ Խուժան չի, Խուժանը ես ապացույց։ Աղբորը խփին, ինչի համար խփին, որ թալանի համար 3 միլիարդ որդուց խուժանին ալում, 3 միլիարդ որդուց, Ռուբիկին որդուց ոսկի հանքերը որ անմարտկային է, լսի, անմարտկային է, հաստատ, բայց դա խուժան չասենք է։ Խուժանն է ուները, ժողովուրդը չգիտի ում հետևից գնա։ Ռաֆին երեկվա դրությամբ ժողովրդին թողեց մի րոպե գնաց Սեռնագաբերդ, հա, ոստիկանները կանաց լրիվ թողեց գնաց։ Այսօրվա դրությամբ ժողովուրդը չգիտի ում հետևից գնաց, չկա այն քաղաքական գործի չէ, որ ժողովրդին հետը տանի։ Սա փլուզման եզրին կանգնած պետությունը, սա կործանված է։ Այսօրվա դրությամբ չեմ տեսնում բարձրացնում։ Բայց իմ խոսքս ինչի մասին է, ասում պետք է գտնել այն մարդը, որ ժողովրդին հետը տանի, ինչի մասին է խոսքը։ Երեք չեմ իսօրվա հարցումներում 100 երիտասարդից 99-ը ասան, եթե այսօրվա դրությամբ ես կոնցի փող ունենամ, Հայաստանը գլքեմ։ Բա ինչ եմ մտածում ղեկավարությունը։ Ինչի մեկոլ Ռաֆիները իրան ես երկրի մասին եմ մտածում։ Մեծ հույսեր էին կապել։ 540,000 մարդ կանես նրա մեռնելուց հետո խրխրալը որ նա լրիվ հուսախապարեց։ Թեկուզ 300,000 հուսախապարեց մարդ։ Թողեն ժողովրդին ոստիկաններն ինքը գնաց ծիծեռնա։ Մեկ բոլորս էլ հարգում եք ծիծեռնա, գնում եք ծայրներին, բայց չի նշանակում դուք ժողովրդին կասես, ում հույս է։ Եթե այնտեղ բանը Ղուկասյան չլներ, չեմ իշկներ։ Անդրեաս Ղուկասյանը եթե կլներ, չեմ իշկներ։ Պետք է փառք ու պատիվ տան, որ Անդրեաս Ղուկասյանի պես մարդիկ կան։ Բա իհարկե։ Պետք Ինքը ձեզ թողեց իջավ մեքենայով։ Հիասթափված եք։ Հիասթափված ենք, որտեղ ինքը մեզ սաղից ժողովրդին տարավ համալի, ինքը նստավ ավտոն, մենք մեկը ժողովրդը ոչ հավատաց է, ոչ ժողովրդը ծրված գնաց։ Մենք ենք եղել մասը։ Պետք է ինքը ոնց տարել է, պետք է հնես բերել ժողովրդին հրապարակ։ Կողամ մեզի մի բան անել։ Մեկը բռներ տաներ, ասեն ինչ գործի։ Գիշեր 1000 Կշարունակեք գալ Ռաֆիի ցույցերին։ Մենք էլ հույս չունենք, էլ հավատ չունենք, որտեղ ժողովուրդը սա հիասթափան, մենականից եկել է։ Հիասթափելու բան չկա, պետք չի հիասթափել։ Հիասթափել պետք չի։ Հիասթափան մեզ բան չի գտնում, մի բան կա։ Միջև քաղաքական ուժերը միանան իրա շուրջ կաղա հեղափոխություն անի։ Եթե ինքը մենակը ոչ մի բան ինքը չի կարող։ Դե հիմա ոչ կարող ենք աշխատանք կա, ոչ մի բան հասարակ այս բաց օդա առևտուրի կանոն մեզ կամ ենք պայենք
հենեն փողոցում առևտրան չեն անգամ քուչիկներ չթողնում են ծախեն մտնում են սուպերմարկետներ սախ իրանք այդ խաղալիքը քուչիկի իրանք դիմել են ամեն տեղ դիմել են ոչ մի բան ոչ մի պատասխան են տվել ոչ իրանք չեն օգնում ասենք ինչա տոնական օրակա դու տվեք գնային մենք գնա հացը փող աշխատենք իրանք ասում են իրավունք ասենք որ մի պետությունն է որ դու չի տա տոնական օրա դու տվեք գնային գնա հացի փող աշխատենք դու չի տա մենակ իրանք են արում դες բացօթի առևտուր իրանք մարկետը մենակ իրանք դե աշխատեն մեծ խանութներ սուպերմարկետներ Դուք այստեղ ինչ որ բաներ եք վաճառում։ Հա, տոնական օրենք խիսենք քաղաքի տոներին, մենք մոտիկացան տարում հակարային մոտիկացան, խնակ հիմա մեր ցիկը փակվել է, խաղալիք ենք ծաղում, գլխակապատոք նենց խաղալիքներ ենք ծաղում, ասման դարեք շուկայքից ծաղում, ով կարում է, հիմա խիսենք հրապարակում միջոցառում ով կարում է Իսկ ձեզ հարկեք վճարում ոստիկանը կամ ինչ-որ մեկին տալիս եք, ինչ-որ բան ներքին կարգով։ Ոստիկանությանը այդպես բան չենք տալի, գումարներ չենք, բայց մենք ասում ենք քաղաքապետին, ոնց որ ծաղիկներն են գումարներ բանա մենք էլ մուծենք թույթա պետական բուջեն 40000 ամսեկա թե 50000 մենք էլ մուծենք թույթա բուջեն ավելա դոնը ժողովուրդը կարանա մի բանով առնի դնի ծաղի կարանա իրան բայ որ մենք ամեն պետություն այտենց երկիր չկա որ թույլ չի տալի ազգա ապրեն թողում են մարդիկ ասած առևտուն անեն ապրեն բայց իրանք թույլ չեն տալի որտեվ ինչ այդ սուպերմարկետները ինքը բացեց մեզի լրիվ հանեց սուպերմարկետներ չկա կարող ենք ասած ուստի առնենք ընդ ծաղ շատ վատ է եթե սենց որ մնաց շատ վատ է ժողովուրդը լրիվ կետ Հայաստան ես եթե այսօրվա դուցամ շանս ունենամ Ռուսաստան որ երկիր է ինձ մեկը հրավիր ասի արիստը ես բաբշե կետամ ոչ գամ Հայաստան դե չես կարող առաջ թույլ տայ կարմե նորմալ ձետ ապրել կարմե թայ Վրաստան մանգայ հանգստանալ ինձ պահ բայց հիմա չես կարող դու ստե ապրես հազիվ մի թեմակացի փոխես հազիվ աշխարհ ես եթե չտանեմ ապացեմ ամենաստոր մարդը ոչ մի Արտությունը հանցագործում ով իրավունք ունի ինչ-որ հանկարծակի ուրիշի եղած այդ սեփականացնի առանց ասելու առանց տախտի հլա արեք էտան ես ուրա ես իր քաղաքապետարան գոյություն չունի 12 հատ քաղաքապետարան գոյություն ունի դրանց 12-ի մեջն բիշապներ կան 13-րդը գլավար բիշապն է բիշապներ են սա ժողովրդի արունը ծծել են կիսամերդ միցակում են բոլոր ժողովուրդը չհասկանում ինչ անեն տենց խուժաններն անեցեն դրանք խուժաններ են փողոցային այլանդակ խուժաններ փողոցային ասում եմ ինձ նկարի ես ապացը բնիկ երևանցի եմ 100 փոտ ոչ ոք ես Երևանի վրա քար չի տրել ես ողորմած հերը հորողբերներն են սանգել 26-ից 30 թիվը գրի ձայնագրի տանեմ ապացուցեմ նրա խուժան հերն անծածեք ես օպերային փակում են Քոչարյանով անդեմ էտա հանքեր առնեն նրա խուժան հերն անծույցը բարձավ Finish Իսկ ում եք տեսնում առաջնորդ Շավտանը մեսովադրություն մեր հույսը կար են էլ չկա են առաջնորդ պետք է թազա գա առաջնորդ երևի Վանոս Սիրադեղան գա որ ես փուլ եկած աշխարհը հանի կանգնեցնի իրանք էլ են զգում են մարդու պակասություն են մարդու ուժը երանդը հայրենասիրությունը պետք է գա մեկը պետք է գա որպեսզի այս երկիրը վերջապես ամոթը մնացել ենք 1.5 միլիոն հայ ուր ենք գնալու ինչ ենք անելու ումն ենք դիմելու վերջապես ինչ անենք ասեք հա ինչ անենք եկանք ստեղ խոսացինք մի քիչ էմոցիոնալ բանան թողին գնացինք տուն հետո լավ վերջես ազգի ինչ պետք է լինես ազգի վիճակը ասում են 4000 տարվա երկիր ու պետություն ենք բայց մի տարի չեղա որ մենք մարդավարի ապրենք էլի ասեմ կուզես գաղտնիք չլինի 70
տարի ՍՍՌ-ի կազմում, որ շունչ քաշեցինք ապահով Աբրամ։ Բրեստից մինչև Վլադիվաստոկ կարելյան թերակղզուց մինչև Կուշկա հայերի ոտի տակ էր։ Համին սահմանա փակել են Լենինականից Մեղրի, հոկտեմբերյանից Տավուշ։ Всё, պրծավ։ Էդ է Հայաստան։ Կապում եք հույսեր։ Որպես Հայաստանի քաղաքացի Ռաֆի Հովհաննիսյանին որ սահում եմ եւ համոզված եմ, եթե ինքը լիներ նախագահ համին ինչ կարա անի ապահովի ժողովուրդը ունեցվածքը մի քիչ տեղի գա որ հայ ազգը կարա ապրի։ Ու սովետական կարգերը փլուզվելուց հետո մի բան կարամ ասեմ, մեր հայ ազգի բոլոր քաղաքացիներն ավերաբերվում։ Ասում ում փող ուներ, հայ ազգին լյուբոյ մարդուն ավերաբերվում, ում փող ուներ, թողեց գնաց, ում խելք ուներ մեռավ։ Մնացել ենք մի քանի անցար մարդիկ ուտենանք գործեցենք, մի քիչ հացի փոխայցած։ Այդքան էլ ուրիշ։ Իսկ տեսնում եք ուրիշ լիդեր, որը կկարողանա կտրուկ քայլեր անել ու ինչ-որ բան փոխել երկրում։ Ես բացի Ռաֆի Հովհաննիսյանից ոչ մեկի չեմ հավատում։ Քանի որ ես եմ այս կարգեր մեջ 15 տարի եղել եմ զինվորական, ծառայել եմ, մնացել էր մի տարի, որ պիտի հասնեմ։ Գնամ Թոշակի, ընենտո ինտերին իմ երեխու հացը կտրեցին, ես էլ դրա համար որ թողված ինչ-որ պետք է ասեմ։ Ոչ թե հաստատություն կա, այլ ընդհակառակը ավելի հստակություն կա, որովհետև ինքը ամեն ինչ շատ նորմալ արեց, որպես ասած ոնց որ ինքը իր ընտանիքը ավելի շնչեց զորաբերում, քան ինչ ժողովրդի ֆուշոկի եւ ավելի լույսու հավատներ շնչեց, ապացուցեց, որ ինքը ռեալ առաջնորդ է, որ առանց արյունի, առանց ժողովրդին ինչ-որ մի բան անելու ինքը կարողանում է կազմակերպի իր ուզածին հասնի ու ամեն ինչ մարտավարի, որ ոստիկանությանը դեմ լինի, ոչ անգամ չէր թողում Սերժ Սարգսյանը հասցնի ինչ-որ հատարտայություն լիներ կամ եւ այլն։ Ինքը ուներ դա կարգախոսը, պահանջում էր միայն այդ կարգախոսը լիներ եւ ամեն ինչ հանգիստ պայմաններում էր։ Դրանով ավելի ինքը բաների հասավ, ավելի առաջընթաց ունեցավ, քան ինչ-որ այլ ուրիշ քաղաքական ուժեր մինչև հիմա արել։ Շարունակելու եք նրա հետ պայքարը։ Այնքան ինչքան ինքը պայքարել։ Իսկ պայմանները ձեզ բավարարում են այստեղ մնալու համար։ Ինչից եք դժգոհ հատկապես մեր երկրում։ Իհարկե ոչ, լրիվ չի բավարարում է։ Շատ վատ է երկրի վիճակը, բայց հաստատ չեն գնա երկրից։ Դες մտադրություն չկա։ Ես սպասում էի այսպիսի զարգացումների հանրահավաքից հետո, քանի որ ես ռոմանտիկ չեմ, ոչ էլ պայծառատես եմ, ինչ պիտի լիներ, իշխանափոխություն, Բաղրամյան 26-ի գրավում, պարզից էլ պարզ է, որ անզեն ժողովուրդը զինված համակարգի դեմ միշտ էլ պարտվելու է։ Այդ ռոմանտիկ լինենք կամ ոչ իրատես, որ ասեինք գնանք, վեկալենք, վերցնենք, ամեն ինչ գրավենք, ոչ ոք գրավելու մտադրություն չի ունեցել, ոչ էլ այդպիսի ծրագիր է եղել Ռաֆի Հովհաննիսյանի մոտ։ Բաղրամյան փողոցով ուզեցել են գնալ Ծիծեռնակաբերդ զոհերի հիշատակը հարգելու համար։ Առաջինը, երկրորդը։ Հանրահավաքում ես գտնում եմ, որ առավոտյան երթնակալության օրը դրանից հետո ճիշտ չէր ժողովրդին ուղարկել նրա համար, որ ժամը 6-ին նրանք վերադառնան հրապարակ։ Քանի որ մենք ինչպես մենք տեսանք, ժամը 6-ին մի քանի անգամ քիչ ժողովուրդ դուրս եկավ։ Այսինքն դա մարտավարական վրիպում էր, բայց Ռաֆի Հովհաննիսյանը շտկեց դա, բայց հետևանքները չբավարարեցին մեզ, որտեղ քիչ ժողովուրդ եկավ ժամը 6-ին։ Սա առաջինը, երկրորդը, մեր ժողովուրդը ընդհանրապես ամեն-մեկ մի թագավոր ոնց որ էլի, իր կարծիքն ասում, իր կարծիքն է պնդում։ Հիմա գոռում էին, մի քանի հոգի գոռացին հիմա, բոլորը սկսեցին գոռալ հիմա գնանք Բաղրամյան 26-ը վեկալենք։ Ախր ոնց։ Ինչ մեխանիզմներով պետք է անզեն ժողովուրդը Բաղրամյան 26-ը վեկալի։ Դուք հասկանում եք, գնալ մոմերով ոստիկանների դեմ, մոմերով ծեծել ոստիկաններին, որպեսզի իրանք թույլ տան Բաղրամյան 26-ը գրավենք։
Մարտավարություն կա, ծրագիր կա, պետք է հետևել այդ ծրագրերին։ Լսել ինչպես է Ռաֆի Հովհաննիսյան եւ իր թիմը առաջարկում այս ճգնաժամից դուրս գալ։ Ոչ թե հիմա գնացինք ինչ արեցին։ Շթերով մի հատ խփում էին գետնին, փախնում էին։ Իսկ ով որ ասում էր հիմա գնանք գրավենք, նրանք առաջին շարքերում չէին, նրանք ետևներում կանգնած էին։ Ի սկզբանե այդպիսի մարտավարություն չի եղել, որպեսզի զինված պայքարի մարտավարություն չի եղել, որպեսզի գնալ, ինչ որ կերպով կռվել, ոստիկանների հետ զինված ոստիկանների զորքի հետ կռվել, որպեսզի իշխանափոխություն լինի։ Այդպիսի մարտավարություն չի եղել։ Կա խաղաղ կերպով իշխանափոխության ծրագիր, եղել այդպիսի ծրագիր, ու պետք չէ դրդել Ռաֆի Հովհաննիսյանին, որ նա գնա բախումների։ Ուզում եք բախումներ, իսկ այն մարդիկ, ովքեր ուզում են գնալ, հիմա գոչելով գնալ Բաղրամյան 26, եթե Ռաֆի Հովհաննիսյանը չհետևեր ժողովրդի այդ ասացին, ժողովրդի կոչերին, հետո նրանք կսկսեին վարքաբեկել, անվանել դավաճան, Սերժի հետ պայմանավորվածությունների գնաց, չուզեցավ գրավել Բաղրամյան 26-ը, այդ աստիճանի գիտակցություն է այսօրվա դրությամբ ժողովրդի մոտ։ Գիտակցության աստիճանը պետք է բարձրանա, որպեսզի կայանա իշխանափոխություն, հակառակ դեպքում ոչինչ չի կայանա։